Բարևներ բոլորին սիրելի հետևորդներ, մենք սկսում ենք նոր վլոգ, արեք, բարև, ինչ ես նայում, այսօր երեխաներին կրկես ներկայացման ենք տանելու, քիչանց դուրս ենք գալիս ու ինչպես շատերը խորհուրդ են տալիս, մեքենայի մեջ ճանապարհ գնալիս սրտխառնոցը կանխելու համար փակցնել, կպցնել սա, օգտագործել, մտածեցի ես էլ փորձեմ, հետևեմ ձեր խորհրդին ու տեսնեմ արդյոք օգնում է, թե ոչ մեր դեպքում։ Ասել եք, որ կպցնենք սպորտի հատվածում։ Այստեղ։ Սանտավիկ։ Այսպես, հա, փակում ենք սպորտը։ Արեք, արի հելա, բալ։ Արեգին էլ կպցնենք։ Արի, սպորտիկը բացի։ Պորտիկ։ Դու գնա։ Բացի։ Պահիսա, բացի, այսպես պահի, այսպես։ Սպասի։ Սպասի, մի բարձրացի, սպասի։ Արեք։ Սպասի բոլես, իսա տալիս եմ, սա կպցնեմ տան բալա։ Սպասի։ Փորիկ։ Օպրի բոլեն։ Գնա պապան թող սանրի մազերդ, գնա պապային ցույց տուր մի հատ։ Տեսնենք։ In 2013, animals were banned from being used in circus. So we are not allowed to use live animals anymore, but we've tried our level best to bring Jumper on stage. Սիրելիներս, ձեզ այստեղ մի փոքր տեղեկություն տամ Հնդկաստանում կրկեսների մասին։ Ուրեմն կրկեսային արվեստը Հնդկաստանում սկսվել է 19-րդ դարի վերջին, ու առաջին հնդկական կրկեսը հիմնադրվել է 1880 թվականին Մահարաշտրա նահանգում, մեր նահանգում, որտեղ Մումբայ քաղաքն է գտնվում։ Հետագայում ձևավորվել են մի քանի շատ հայտնի հնդկական կրկեսային խմբեր, որոնք մինչ այժմ գործում են։ Այդ տարիներին կրկեսները եղել են ոչ միայն զվարճանքի, այլ նաև գյուղական և քաղաքային մշակույթի մի մաս։ Մարդիկ հավաքվում էին մեծ գունավոր տաղավարների տակ, տեսնելու ակրոբատներ, մոգական համարներ, ինչ-որ ծաղրածուներ և ցավոք կենդանիների մասնակցությամբ ելույթներ նույնպես։ Ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ կենդանիները հաճախ դաժան վերաբերմունքի են ենթարկվում, փոքր վանդակներում պահվելով, սոված մնալով և ֆիզիկապես պատժվելով հնազանդվելու համար։ 1991 թվականին Հնդկաստանի կառավարությունը արգելեց վայրի կենդանիների մասնակցությունը կրկեսներում։ 2018 թվականին արգելվեց նաև մյուս կենդանիների, այդ թվում փղերի մասնակցությունը։ Իսկ 2023-ից 24 թվականներին բոլոր տեսակի կենդանիների օգտագործումը կրկեսում արգելվեց։ Այսօր Հնդկաստանում կրկեսները կենտրոնացած են մարդկային արվեստի, ակրոբատիկայի, լույսերի, երաժշտության և ինչ-որ նորարարության վրա առանց կենդանիներին շահագործելու։ Այստեղ էլ բեմից հաղորդավարուհին հայտարարեց, որ արգելված է կենդանիների օգտագործումը կրկեսում, այդ իսկ պատճառով կլինեն միայն կենդանիների կերպարներով համարներ, այլ ոչ թե իրական կենդանիներ բեմում։ Մումբայը, նախկին Բոմբեյը, երկար տարիներ եղել է Հնդկաստանի կատարողական արվեստների և կրկեսային կյանքի սիրտը։ 20-րդ դարի ընթացքում Մումբայը դարձավ Հնդկաստանի կրկեսային մայրաքաղաքը։ Այստեղ էին գործում երկրի ամենամեծ շրջիկ կրկեսները, որոնցից մեկն էլ հենց այս Ռամբո կրկեսն է։ Դրանք իրենց հիմքը հենց Մումբայում են դրել։ Քաղաքի ծայրամասերում հատուկ տարածքներ էին հատկացվում կրկեսային տաղավարներ կառուցելու և մեծ ներկայացումներ կազմակերպելու համար։
Շատ հայտնի ակրոբատներ ու ծաղրածուներ իրենց կարիերան սկսել են հենց Մումբայից, նախքան երկրում շրջագայելը։ Այսօր կենդանիների օգտագործման արգելքից հետո Մումբայում կրկեսային արվեստը վերածվել է ժամանակակից շոու արվեստի։ Այսօր Մումբայը Հնդկաստանի ֆինանսական, կինեմատոգրաֆիական և մշակութային մայրաքաղաքն է։ Այստեղ գտնվում է Բոլիվուդը, ինչպես նաև բեմական և երաժշտական լավագույն դպրոցները։ Քաղաքը համարվում է նաև երազանքների քաղաք, քանի որ այն վայր է, որտեղ հազարավոր մարդիկ գալիս են իրենց տաղանդը ցույց տալու և նոր կյանք սկսելու հույսով։ Հուսով եմ ձեզ հետաքրքիր էր այս տեղեկությունը։ Support the crowd. All the kids say hi to Jojo. No, Jojo. Group go, we need more people, you know. So please join. You can think of it. Oh, good. Ah, you got me. Got it. All right, awesome. So let's give it up for and Aisha to show you how to cycle and do acrobats on stage. नहीं बैठा हूँ मैं सामने मम्मी बैठी है बोल दूंगा कौन सा वाला ये वाला बीच वाला वो काला काला मैडम ये आपके बच्चे हैं आपके ये ले नहीं ये बोल रहे हैं अभी कहाँ जाना चाहते हैं आप यूपी गोरखपुर जाना है आ जाओ जाओ
to my blood. Run with my toxic love. Look how you make me happy. You take a hold of me. You take a hold of me. You take a hold of me. Look how you make me. Brilliant. Can you all try to coordinate together? So she comes after you all call her. Yeah? Everybody? One. Or when I say three, please stay down. Don't try to come up, sweetie. Everybody stays down for this act. So when I say three, I want you all to say this together. Hi, Princess Elsa! Alright, let's do it together when I say three. A little louder. Let's go. 1, 2, 3. Keep saying it till the time you don't see her on stage. Princess Elsa coming with the bubble act. सीट पर बैठे रहिएगा। आप सबने अपनी कीमती वक्त निकाल के सर्कस का रौनक को बढ़ाया। इसके बदले कंपनी मालिक, मैनेजमेंट, तमाम स्टाफ की तरफ से आप सबको तहे दिल से शुक्रिया अदा करता हूँ। हम उम्मीद करते हैं कि हमारा शो आप सबको पसंद आया रहेगा। हमें तो नहीं पता, आप लोग ही बताइए पसंद आएगा नहीं? थैंक यू सो मच मैम। In case you've taken any photos or videos, please tag us on Instagram at We Love. I request you all to patiently and kindly make you to my left side. Սայլ կրկեսը վերջացավ, գնում ենք։ Լավ է Ռոն։ Լավ է։ Այստեղ ենք եկել կրկեսի, կողքին էլ քոլեջ է։ Ռոնին պոպկորն ա ուտում, բայց Արեգին չի կարելի։ Ասում եմ հեռու պահի, հեռու կեր։ Չվերցնի, չի տալիս ապերը, բալ։ Դու խրել ես, որ չի տալիս, բա քեզ չի կարելի ծովը տանը։ Ինա դու ես անում, մեղ կա։
Արի ես քեզ տամ մազերի մեջ նոր բանան տվեցի, բանան կերավ, մազերին ա քսել։ Արի ես քեզ տամ, խնձորել ունենք, բանանել ունենք, ամեն ինչ ունեմ ես քեզ համար բերել եմ հետս։ Արի։ Պապայի պայուսակի մեջ է։ Այսի։ Մի հատ աղ խնձորը տվեցի, ահա։ Ամենալավը քոնն է, բալա։ Կեր։ Մադեր մերի, հա։ Այդտեղ մայրը աստվածածնի արձանն ունեն։ जमीन पे लटक रहा है। Արեգի համար գետնանուշի կարակով լոշիկ եմ վերցրել։ Հացիկ։ Լավ է, էլի, որ ձեռքի տակ մի բան ունենում ես երեխային հարմար ուտելու։ Մինչև ինչ-որ մի հատ ուրիշ բան կուտենք, չէ՞։ Պապայիդ էլ նկարեմ։ Ով է, ում պապան է, Արեգ։ Քո պապան է։ Ասմա հա։ Գլխով։ Ձեզ մի քիչ Մումբայի այս հատվածի փողոցները ցույց տամ։ मोती अच्छा मोती वाला थाई बार सुखो थाई ओ ऋषि कपूर Շարուք Քանի տան մոտ են գնում, Ռոնին ուզում էր տեսնել անպայման, չնայած էլի ենք մենք եկել այս կողմ, բայց ինքը չէր հիշում։ Հիմա Շարուք Քանին սիրում է, մի երկու ֆիլմ ա դիտել։ Հետաքրքրված է Շարուք Քանով։ Այս հատվածում ինչպես միշտ շատ մարդ կա, բոլորը եկել են Շարուք Քանի տան մոտ նկարվելու։ Տես Ռոնի, սա է Շարուկի տունը։ Սա չէ, կողքը։ Սա։ Հերթով նկարվում են տան դարպասների մոտ, ես էլ նկար ունեմ։ Bandra Bandstand Այստեղ գալիս ենք հայրելու էլի Արաբական ծովի ափի մոտ That is Shahrukh Khan.